Քննվում է նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիցի զրկելու հարցը։ Խայտարակությունները հետընտրական արդեն խայտարակությունները շարունակվում են։ Խնդրեմ ես Սամոթալի իրողությունների հետ կապված ձեր տեսակետը։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ճիշտ եք ասում, շատ ամոթալի վիճակ է, շատ խայտառակ վիճակ է։ Ընտրությունները դեռ ամբողջությամբ չավարտված, Նիկոլ Փաշինյանը անցելագործի իր նախընտրական շրջանում իր տված խոսումներն հավանաբար կատարում, եթե հիշում եք կամ եթե նկատել եք, չեք կարող հիշեք էլի այդպես բան, որ ինքը իր քարոզարշավի ժամանակ մի հատ իր ծրագրերից չխոսած, իր անելիքների մասին այս երկրի համար, այս պետության համար առաջիկա 5 տարում թե ինչ պետք է անի չխոսած, ամբողջ ընտրաշավի ժամանակ խոսեց կզզնելուց, չգիտեմ, նստեցնելուց ու հիմա, սատկացնելուց ու հիմա անցել է այդ գործի իրականացմանը ու հենց առաջինը փաստորեն Ռոբերտ Քոչարյանն է այդ ցուցակում իր մոտ ինչ է ուզում անի իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը դիմադրության օջախները ուզում է սեղմի իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը դիմադրության օջախները եւ այդ շրջանակները ովքեր որ առաջիկայում նորից ելնելու են պայքարելու են այս երկրի համար, այս երկրի սահմանների համար, այս երկրի անվտանգության համար, պաշտպանելու են Թուրքից, այդ օջախները իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը փորձում է սեղմի, փորձում է այնպես անի, որ դիմադրության օջախներ չլինեն, որ ինքը իր անելիքը հանգիստ անի, այն անելիքի մասին է խոսքը, ինչ որ ինքը նախընտրական շրջանում ասել է, ծրագրերի չի խոսել, բայց ասել է, որ ուրեմն անկլավները տալու է, խոսել է 3-4 անկլավի մասին, որ պետքա դա վերադարձնի կամ հանձնի Թուրքին, հանձնի Ադրբեջանին, եւ այդ ամեն ինչը հանգիստ անխոչնդոտ անելու համար իմ կարծիքով ինքը այդ դիմադրության օջախները նորից եմ ասում հավանաբար փորձում է լռեցնի, սեղմի, զսպի, որպեսզի հանգիստ անխոչնդոտ կարողանա այդ գյուղերը, այդ տարածքները հանձնի Ադրբեջանին։ Դրանք թե Տավուշի մարզում են եւ թե Տիգրանաշենն է, որի մասին նորից եմ կրկնում ինքը ասել է։ Հիշեցնեմ, որ նաեւ Վարդենիսի տարածաշրջանում Գեղարքունիքի մարզում արված չեն սահմանագծում սահմանազատում, այնտեղից էլ հավանաբար զիջումներ անելու այն բարձունքներում, որ այսօր մեր տղաները կանգնած են դիրքերում, հավանաբար այդ բարձունքներն է զիջելու, որ սահմանագծման անվտանգ, որպեսզի Թուրքը գա եւ այնտեղից Սևանը ավելի մոտից տեսնի, եւ այս ամեն ինչը զսպելու համար, որպեսզի մարդիկ չհելնեն, չբողոքեն, փորձելու է այս միջոցներով ուրեմն ղեկավարներին, առաջնորդներին, լիդերներին նստեցնելով փորձի դիմադրության օջախները սեղմել, բայց ասեմ, որ իր մոտ չի ստացվելու, որովհետև մարդիկ ընդվզելու են, մարդիկ ոտի են հելնելու, մարդիկ փորձելու են դիմադրել եւ այս ամեն ինչի դեմն առնել, կանխել։ Այնպես որ սա այս ամեն ինչի համատեքստում է, ինձ տենց է թվում, այլապես ինչի համար հենց սկսեց Ռոբերտ Քոչարյանից։ Ռոբերտ Քոչարյանը վերջի ուրեմն 7 տարվա ընթացքում տարուկես 537 օր ուրեմն նստել է բանտում եւ այդ դա եղել է հենց պատերազմից առաջ պատերազմի ընթացքում սահմանափակված է եղել իր մուտք ու ելքը Հայաստանից որպեսզի Ռոբերտ Քոչարյանը չկարողանա իր միջոցներով իր կապերով պատերազմը 44-օրյա պատերազմը կանխի այ մոտորապես նույն իրավիճակում ենք հիմա գտնվում եւ փաստորեն Նիկոլ Փաշինյանը այս երկիրը կործանելու դեռ անելիքներ ունի եւ փաստորեն նծվել է իր սև գործին։ Պատահական է, որ ընտրություններից անմիջապես հետո Հայաստան եկավ հենց Հաջիևը։ Ոչ, պատահական չէր։ Ինչպես գիտեք, արգելի հայրենակիցներ, սիրելի մայրամ, թուրքերը, ադրբեջանցիները սիմվոլներ սիրող ազգ են, իրենք ինչ արել են այս ընթացքում, ինչ որ սիմվոլի, ինչ որ օրերի հետ կապված են, կամ ամսաթվի, կամ չգիտեմ, ամսվա հետ կապված, հիշեցնեմ ձեզ, պատերազմը 44 օրյա սկսվել է 20 թվականի սեպտեմբերին, պատերազմ եւ Արցախը հանձնվել է 23 թվականի սեպտեմբերին ու նույն շաբաթվա մասին է խոսքը սեպտեմբերի 27-ին պատերազմն է սկսվել եւ սեպտեմբերի 27-ի հատվածում Արցախում հայ չի մնացել դատարկվել է Արցախը այս դա մեկ օրինակ երկրորդ օրինակը Խարվաճառը երբ է հանձնվել մեկ թղթի եւ գրիչի այսին շարժումով հանձնվել է ուրեմն Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը ուրեմն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դա ինչ օր է իրանց համար իրենց դրոշի օրն է հիմա այդ մարդու այցը Հայաստան
անմիջապես Նիկոլ Փաշինյան Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո է եղել, երբ որ իբր թե Նիկոլ Փաշինյանը հաղթել է այդ ընտրությունում, ինքնահռչակ հաղթել է, էլի, դες ճակերտավոր հաղթել է, նա չի հաղթել։ Եվ այս մարդիկ չեն զանգել շնորհավորել, դեռ պաշտոնական կապեր չկան, պաշտոնական ասո դիվանագիտական կապեր չկան, Ալիևը ինչ արել, չի զանգել շնորհավորել, իր շնորհավորանքը այդ մարդու միջոցով է ուղարկել, մարդ է ուղարկել այստեղ, որը նաև ժեստ է իրենց կողմից, որ իրենք ընդունում են այս մարդուն, այս մարդը իրենց համար ծառայում է, աշխատում է, իրենց դեսպանն է Հայաստանում, իրենց մարդն է Հայաստանում, ուղարկել են շնորհավորելու համար եւ նաեւ հավանաբար իմ կարծիքով ուղարկել են որոշակի պայմանավորվածություններ ընթացք տալու համար։ Այդ պայմանավորվածությունները ոչ պատահական չէ, հենց այդ շարունակությունը նա է, որ բացի այն, որ նրանց պայմանավորության մեջ կարա լինի այդ անկլավների, իրենց բառերով ասած անկլավների հանձնումը, նաև նախագահի ուրեմն ձերբակալումը կամ կալանավորումը, որովհետև ոնց կարա լինի Արցախի 3 նախագահ Բաքվում բանտում նստած են, մի նախագահը ազատ է։ Իրենք չեն տեղավորում էլի իրենց գլուխներում թե ադրբեջանցիները թե Նիկոլ Փաշինյանը հավանաբար այդ հրահանգն էլ ստացվել որ մի բանարա արագացրա այդ մարդուն էլ դու փակի չգիտեմ աստված չանի որ ասում մեր վատ երազներում չենք տեսել միգուցե նաև պահանջեն արտահանձնել Բաքու էլի այդ մարդուն այս մարդու այդ Հաջիևի այցը նույնիսկ ընկերկնում սիմվոլիկ բնույթ էր կրում եւ իր մեջ սիմվոլ կար որ եկել է անմիջապես ընտրություններից հետո եկել է Նիկոլ Փաշինյանի աջակցություն սատար կանգնելու համար աջակցություն հայտնելու համար եւ նույնիսկ ընկերկնում իրենց ծրագրերին ընթացք տալու համար Այս ամենի զուգահեռ մենք տեսնում ենք Հայաստանին սանկցիաների տակ է շուկան փակ է կոնկրետ ռուսական շուկան եւ ինչպես են ուզում հայ ժողովրդի խաբեր թե այլևս ծաղիկների Եվրոպային արտահանում մինչդեռ խայտարակ որպեսզի մասշտաբը հասկանալի լինի տնտեսական աղետի 10,000 ծաղիկ ուղարկել են Ուկրաինա մի 6,000 լատվիա բայց թիվը 96 միլիոն եւ ավել հատ ծաղիկ անցած տարի ուղարկվել է Ռուսաստան խնդրեմ Ուրեմն տեսեք միայն անցած տարի այդ 96 միլիոն ծաղիկը եթե $1 է բազմապատկենք 100 միլիոն ուրեմն դոլար է անում այսինքն մենակ ծաղիկի արտահանումը դեպի Ռուսաստան $100 միլիոն է կազմել դա չհաշված մնացած պտուղ բանջարեղենը կլինի այլ ապրանքները կլինեն պահածոները կլինեն խմիչքները կլինեն որ արտահանվել են մինչ այս ու այսօր չեն արտահանվում եւ այս ամեն ինչը անմիջապես անդրադառնալու է Հայաստանի տնտեսության վրա եւ այն մարդիկ ովքեր որ անտարբեր են այս ամեն ինչի հանդեպ ռուսերեն բառ կա չէ ասում են մայա խատը սկրայու այս հենց անտարբեր են նրանք իրանց վրա առաջինն են զգալու այս հարվածը այնպես չի որ իրանք տանը նստած մի հատ հաց են առնում այդ հացով բավարարվում են իրանց վրա չի ազդելու անմիջապես ազդելու է որովհետեւ դա այս հարվածը բոլորին ուրեմն կպնելու է դա կլինի առաջիկայում ծիրանի արտահանումը, դեղցի արտահանումը, պոմիդոր վարունգի արտահանումը դադարացված է եւ առաջի հարվածը զգալու են գյուղացիները, արտահանողները, հետո արդեն քաղաքաբնակները։ Այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը ասում է թե Եվրոպա եմ արտահանելու կամ ձեզ փող ենք տալու բյուջեից, հերթական խապկանքն է, հերթական ուրեմն մանիպուլյացիան է, հերթական ֆռռոցնոցին է, այս ժողովրդին խափում են։ Ինչպես ընտրությունից առաջ խափեց, ասեց, ես այդ բիբարի փողը կտամ, հետո իր խոսքը ուղղեց թե բյուջեից կտամ։ Ուրեմն քանի հոգու այդ գումարը պետքա տա, քանի գյուղացու պետքա, քանի կիլոյի համար պետքա կամ քանի կիլո բիբարի համար պետքա տա։ Իսկ բիբարի գումարը որ տա Բադրջանի գումարով է տալու, պոմիդորի գումարով է տալու։ Հո բյուջեն տենց բան չի անսահմանափակ չի բյուջեի հնարավորությունները։ Չէ՞ որ իրանք էին ասում, որ թոշակ բարձրացնելուց ասում էին գումար չկա։ Հիմա թոշակները մի կերպ ընտրությունից առաջ բարձրացրեցին, ընտրակաշարք իմ կարծիքով դա ընտրակաշարք էր, մի կերպ բարձրացրել են, բյուջեն այդ հնարավորությունը չունի, որ հիմա էլ այս մարդկանց ուրեմն փոխհատուցում տան։ Եթե հանկարծ փոխհատուցումներ տվեցին, ուրեմն իմացեք, առաջիկայում թոշակներն են ուշանալու, աշխատավարձներն են ուշանալու։ Եթե փորձի դրանով գյուղացիների ուրեմն բողոքի ձայնը լռեցնի, ասենք մի քանի հոգու փոխհատուցելով։ Բայց նորից եմ կրկնում, այդ ծաղիկների արտահանողներին չի կարալու, ուրեմն այդ $100 միլիոն վճարի, պտուղ բանջարեղեն արտահանողներին չի կարալու վճարի, եւ եթե վճարի էլ վճարվելու է Հայաստանում ապրող, Հայաստանում ստեղծող, արարող քաղաքացիների գրպանից, հարկերի հաշվին եւ նաեւ ոչ միայն հարկերի հաշվին, այլ նաեւ նրանց թոշակի եւ աշխատավարձի հաշվին, վճարելու հաշվին։ Այսինքն ինքը իր իշխանությունը պահելու համար բոլորին կվնասի, հայաստանցիներին կվնասի, ինքը իր իշխանությունը փորձելու է պահի։
բայց երկար չի տևի սա, այս ամեն ինչը, որովհետև նորից եմ կրկնում, եթե Հայաստանի քաղաքացին ժողովուրդը իր վրա ազգացին այս հարվածը, հենց առաջին իր ընտրողներն են դուրս գալու իր դեմ, հենց իր ընտրողները, ովքեր որ ընտրել են, այսօր հարվածը իրանց վրա է գնում, հենց իրանք էլ արդեն սկսել են բողոքելը, այնպես որ այս սանկցիաները, որ դրվել է Հայաստանի վրա, նորից եմ կրկնում, ամբողջ տնտեսությունը կոլապսի է ենթարկվելու դեռ այսքանով հանդերձ, չհաշված թե էլ ինչերից են խոսում, թե էլ ինչ սանկցիաներ կարող է լինել ամբողջ հանրապետության վրա, իսկ այդ մանիպուլյացիաները թե կարտահանեք Եվրոպա, ինչը ծաղիկները արտահանելու են Հոլանդիա, թե ուրեմն կոնյակը արտահանելու են Ֆրանսիա, իսկ միգուցե գարեջուրը արտահանելու են Չեխոսլովակիա, մեկը Գերմանիա, կամ պտուղ բանջարեղենը արտահանելու են Եվրոպա, որտե Ֆրանսիա, Հոլանդիա, որտե Գերմանիա, որտեղ են արտահանելու այդ պտուղ բանջարեղենը։ Հիշեցնեմ, որ այստեղից Ռուսաստան արտահանելու դեպքում 1000-2000 կիլոմետր է մեքենան անցնում, այստեղից Եվրոպա գնալու համար մի քանի 3-4000 կիլոմետր պետք է գնա այդ տրանսպորտը, որպեսզի հասնի Եվրոպա։ Չեմ ասում, որ այնտեղ ստանդարտները այնքան բարձր են, որ Եվրոպան այդ ապրանքները դժվար թե ընդունի։ Իրենք իրենց մեջ արդեն խնդիր ունեն Եվրոպայում, ուր մնաց այստեղի ապրանքները ընդունեն։ Մեր ուրեմն պտուղ բանջարեղենը եւ արտադրանքը ուրեմն Ռուսաստանի շուկայի համար եւ Ռուսաստանի համար հարմար էր, այդ մարտիկ ընդունում էին մինչեւ որ Հայաստանի կառավարությունը որ ասում համը չհանեց։ Այնպես որ ամբողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի իր կառավարության, իր իշխանության վրա է, ՔՊ-ի վրա է։ Նաև մենք տեսնում ենք, թե այս մարդիկ ինչ հանգիստ դեպքով են մոտալու կառույցների մասին խոսում, գազի հնարավոր թանկացում անելու, արդեն իսկ խոսում են ազդարարում են դրա մասին։ Երբ Նիկոլ Փաշինյանը ասում է 1000 դրամը թոշակառուի համար ոչինչ է, բայց բյուջեի վրա ախրելի ծախս է, խնդրեմ։ Ուրեմն մի քանի տարի առաջ քաղաքացիներ կար, որ ասում էին 1000 դրամ էլ դառնա մեկը, մենք քեզ ենք ընտրելու, ուրեմն իմացեք, Աստված չանի իհարկե թանկացումներ լինեն, Աստված չանի գազը թանկանա, եթե գազը Եվրոպայի գնին էլ չմոտենա, ասենք եթե Եվրոպայում $600 սահման, եթե դրա կեսով էլ լինի, այսինքն 2 անգամ թանկանա, անմիջապես ազդելու է հենց հացի վրա, ու այդ հացը իրականում թանկանալու է, ազդելու է ամբողջ տնտեսության վրա, արտադրանքի վրա, ուրեմն եւ ամբողջ ապրանքը, որը արտադրվում է Հայաստանում, թանկանալու է, ու այդ ժողովուրդը ստիպված է թանկով գնել, ու նաեւ կոմունալ վճարներն են թանկանալու, կոմունալ վճարները գազից սկսած հոսանքից վերջացրած, թանկանալու են, այդ ժողովուրդը ընկնելու է մի հատ ծանր վիճակի մեջ, ինքը իր ձեռով իրան գցելա ծանր վիճակի մեջ, իր ընտրությամբ։ Ես չեմ ասում 728,000 գնացել ընտրել են, բայց որոշ մասը գնացել ընտրել է, չէ՞։ Այդ ովքեր որ գնացել ընտրել են, այդ հարվածը իրանց է կպնելու։ Ես ինչի համար եմ ասում 728,000-ը չեն ընտրել, իմ կարծիքով եղել են ընտրախախտումներ, եղել են կեղծիքներ, եղել են բաներ, որ ազդել է ընտրության արդյունքների վրա, եւ իմ կարծիքով ինքը 728,000 ձեն չի ստացել։ Այսինքն խախտումների արդյունքում այդ ձենը ֆիքսվել։ Բայց եթե այնուամենայնիվ որ ասում ճիշտը խոսեն, կան մարդիկ, որ իրեն ընտրել են եւ այդ առաջի հարվածը իրենք են զգալու եւ այդ 1000 դրամով հաց գնողները իրենք չեն կարողանալու 1000 դրամով հաց գնեն, հենց առաջին իրենք են ուրեմն Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության այս կառավարության դեմ դուրս գալու, ցույցեր անելու, չգիտեմ, բողոքելու եւ այլ եւ այլ։ Բայց եւ այնպես ֆիքսենք մի բան, որ այս ընտրություններով չնայած այս հայտարարությունների ձերբակալություններ, կալանավորումներ, անգամ ընտրության օրը 700-ից ավել մարդու են ձերբակալել, հայ ժողովրդի մեծամասնությունը ցույց տվեց եւ ցույց է տալիս, որ իրենք դեմ են թրքացմանը, իրենք դեմ են հայրենավաճառությանը, իրենք դեմ են դավաճանությանը, իրենք դեմ են Արցախի կորուստի եւ սպասվող ազգված միարասցե Հայաստանի կորուստին։ Տեսեք, 90-ականներին էլի, եթե հիշում եք, Դաշնակցությունը երբ որ արգելվեց Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, էլի ձերբակալություններ կային, բայց այս մասշտաբի չկային, էլի, այս մասշտաբի չկային։ Նամանավանդ ընտրությունից առաջ, ընտրության այդ շեմին, քարոզարշավի ընթացքում այս մասշտաբի չկար։ Սա աննախադեպ է, եւ սա արվում է
արվել է այդ ընթացքում մարդկանց ձայնը լռեցնելու համար, մարդկանց մոտ վախեր առաջացնելու համար, շատ մարդիկ կան, որ նաև վախից ելնելով չեն գնացել ընտրության, մարդիկ կան, որ ասում են դե մեկը արդեն ամեն ինչ որոշված է, չեն գնացել ընտրության, ու այդ մարդիկ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ են եղել։ Այս երկրում ոչ մի բան փոխել չի լինի ընտրություններով, չեն գնաց, տենց ասողներ են եղել ու չեն գնացել ընտրության, այսինքն այս իշխանությունները այդ մարդկանց ձերբակալելով ընդդիմադիր հայացքներ ունեցողներին, ուրեմն թիմերում այս կամ այն ընդդիմադիր դաշինքում կամ կուսակցությունում գտնվողներին ձերբակալելով մարդկանց մոտ վախերը առաջացրել նաև, որպեսզի այդ մարդիկ նաև չգնան ընտրություններին, չգնան, չմասնակցեն ընտրություններին եւ դրանով հանդերձ իրենց ձայները ավելի բարձր լինելու համար 545,000 մարդ ընտրել է 3 խոշոր ուժի, 3 խոշոր ընդդիմադիր ուժի 545,000-ը դա աննախադեպ է, հիշեցնեմ, որ 2021 թվականին դա 330,000 էր։ Այսինքն 200,000-ից ավել մարդ ավել է գնացել ընտրել ընդդիմությանը, այն ակնկալիքով, այն հույսով, այն նպատակով, որ իշխանությունը փոխվելու է այս ընտրություններով։ Բայց այս ընտրություններին այս իշխանությունները իրենք իրենց գերազանցեցին, այդ խախտումներով, հիշեցնեմ, որ իրենց կուսակցությունում, ունեմ ԿՊ-ում, երբ որ պրայմերիզ էր եղել, եթե ճիշտ եմ հիշում, հենց այդ կուսակցությունում էր բանը կեղծվել ընտրությունները։ Ուր մնաց էլ համապետական ընտրությունները չկեղծվեր։ Կեղծվել է, ես այս ընտրական process-ում եղել եմ, երկու օրինակ բերեմ, ինչ եմ հանդիպել եւ ինչ եմ լսել, ուրեմն այն տեղամասում, որտեղ որ ես եմ քվեարկել, դուրս եմ եկել դուրս, քաղաքացի մոտեցել է տղամարդը, ասում է, թուղթ ցույց տալի, ասում է, «Էս որտեղ եմ քվեարկելու»։ Այնտեղ գրած է 6/34։ Ասում եմ, «Ձեր հասցեն ո՞րն է, կասեք»։ Ասում է, «Չեմ իմանում»։ Ասում եմ, «Որտեղ ես ապրում, որ շենքում ես ապրում»։ Շենքի տեղը ասեմ, որտեղ ես քվեարկում։ Ասում է, «Ախպեր, ասում է, ի՞նչ ես ուզում ինձանից, ես դե չեմ ապրում», ասում է, «Ինձ թուղթը գրել տվել են, ասել են, գնացեք քվեարկի»։ Տեղը ասել եմ այդ ընտրատեղամասի, ցույց եմ տվել, գնացեք քվեարկել է։ Մեկ ուրիշ դեպք ասեմ, տաքսու վարորդն է պատմել ինձ։ Ուրեմն ասում է, մոտեցել է կանչ է եղել հարավարեմտյան թաղամասից, երկու երիտասարդ են նստել ընտրատեղամասի մոտից։ Ու բանը եղել է բեկետը եղել է ուրեմն նոր-նորքի զանգված հաջորդ ընտրատեղամաս է եղել։ Եվ մեքենայում իրենք խոսել են, այս մեկը քվեարկեցին, գնանք մյուսն քվեարկենք, որ անցնենք հաջորդին։ Սա դասական կառուցելի օրինակ է, որ մարդիկ մի տեղամասում քվեարկել են, գնացել են երկրորդ տեղամասն քվեարկեն, որ անցնեն երրորդ տեղամասում քվեարկեն։ Խախտումները էլ ոնց են, պոզոպոչով է լինում։ Այս խախտումների արդյունքում է, որ այս մարդիկ այսքան ավել ձայն են ստացել։ Դրա համար եմ ասում, իրանք 727-728,000 ձայն չեն ստացել։ Այդ ընտրությունները կեղծվել է, մեծ մասշտաբով է կեղծվել ու կարծես ընդդիմության մոտ կա փաստերը, որ կեղծվել է, օրինակ իմ կարծիքով, հավանաբար, շատ հավանական է, որ զինվորների շրջանում կառուցել արած լինեն։ Այսինքն մի զորամասի զինվորների մի քանի տեղամաս պտտացել են, շատ հնարավոր է, որովհետև եթե բազան բաց է եւ մի քաղաքացին կարողանում է ընտրել մի քանի տարբեր տեղամասերում կամ վարչական շրջաններում, նույնը կարա զինվորները քվեարկեն, իրենք ցուցակում չկան, իրենք քվեարկում են լրացուցիչ ցուցակներում եւ իրենց տվյալները չկա բազաներում, որ համակարգը իրան ճանաչի կամ չճանաչի, իրանք քվեարկում են եւ իրանք տարբերակով հնարավոր է նաեւ իրանք այդ կառուցել կոչվածը անեն։ Այդ ձայները այդտեղ ավել գնացել։ Այնպես որ այս ընտրությունները աննախադեպ խախտումներով են եղել, ես երկու օրինակ բերեցի, բայց ուրեմն խախտումները շատ են, բազում են, այո, խախտումները շատ են եղել, այս ընտրությունները կեղծված ընտրություններ են, այս մարդիկ այդ ընտրությունների կեղծելուց հետո էլ մի հատ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կեղծեցին, որպեսզի ինչա թե Բարգավաճ Հայաստանը չանցնի, այլապես ուրեմն դասավորությունը ուրիշ կլիներ ազգային ժողովում եւ շարունակում են իրենց կեղտոտ գործը, այսօր էլ ուրեմն կենտրոնական ընտրական հանձնաժողովում քննվում է Դավիթ Ղազենյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ այլոց ուրեմն անձեռնմխրություն զրկելու, որպեսզի քրեական գործ հարուցվի եւ այլ եւ այլ։ Հա, այս ընթացքում հավանաբար, որովհետև ես նոր եմ եկել, դեռ չէր ավարտվել։ Հա, հաջորդը ուրեմն նախագահ Քոչարյանն է եւ ընդեղ էլի տեխնացուներ կան, սա նորից եմ կրկնում, առաջիկայում սպասվող ուրեմն նոր կորուստների դուդուկի ձայնն է, էլի ոնց ասեմ, չգիտեմ։ Լավ բան չի սպասում, ժողովուրդ ջան։ Եթե սրանք մնացին, լավ բան մի սպասեք։ Եթե սրանք մնացին, ուրեմն այն խոսումները, որ տվել է նախընտրական շրջանում, այդ տարածքների հանձնումը, ուրեմն սահմանադրության փոփոխելը, ադրբեջանցիներին շատ է որ ասում են չեն բերելու, ադրբեջանցիներին բերելու են, տեղավորելու են, հարևան են դարձնելու, դուք էլ չեք մնալու, ադրբեջանցիները չեք ապրելու, դուրս է գալու այս երկրից։ Սա ձեր արած ընտրությունն է, սա ասում են այն մարդկանց, ովքեր որ իրականում գնացած նրանց ընտրել են, սա ձեր կատարած ընտրությունն է, ինչ ասեմ, վայելեք։